Բարև ձեզ, Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Վաղարշապատի համայնքապետի հաղթանյակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Ինչու որոշեցիք հենց հիմա առաջադրվել որպես համայնքապետ, ինչը ստիպեց դիմել այդ քայլին։ Նախ ինչու հենց հիմա, որովհետև ընտրությունները նախկին քաղաքապետը հրաժարական էր տվել, ՔՊ-ական ավականունիստները տապալեց եւ օրենքի ուժով սպասվում է նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններ։ Նախ Վաղարշապատ համայնքը 21 թվականին խոշորացվել էր արդեն, միացել էր 1 գյուղական համայնք Ոսկե հատը, նոր խոշորացումով եւս 17 գյուղական համայնք, ամբողջ Խոյ համայնքը միացեցին Վաղարշապատին, իհարկե քաղաքական եւ իրենց նեղ կուսակցական շահերով առաջնորդվելով, որովհետեւ իրենք էլ լավ հասկանում են, որ դա արդյունավետ կառավարման մոդել չի, արդյունավետությունը դրա շատ ցածր է։ Պարզապես քանի որ այսօրվա ՔՊ-ի տեխնացուն Խոյ համայնքի բնակիչ էր, փորձեցին Խոյ համայնքը միացնել ամբողջապես բնակիչների կյանքը շատ ավելի բարդացնելով, միացնել, որպեսզի ունենան իրենց համար ցանկալի արդյունք, բայց ես վստահ ասում եմ, որ իրենք մեծ հիասթափություն են ապրելու։ Պարոն Խաչատրյան, բոլորն էլ խոստումներ են տալիս քարոզարշավի ժամանակ, ինչպես որոշի ընտրողը, որ ում վստահի։ Ձեր հիմնական ծրագրերը որոնք են գյուղերի համար լինելու։ Ես ասեմ, որ դա ամենաբարդ հարցն եք տալիս, մենք ինքներս էլ բնակիչների հետ հանդիպելով հասկանում ենք, որ դա ամենաբարդ հարցն է, թե ինչու բնակիչը պետք է մանավանդ գյուղացին պետք է որոշի ձայնը տա մեզ։ Բայց մենք փորձում ենք մասնավոր զրույցների արդյունքում մինչ քարոզարշավն ենք հանդիպումներ ունեցել, հավաքագրել խնդիրները, խնդիրները մեր ամբողջ թիմով քարոզարշավի ընթացքում էլ հիմա երբ որ հանդիպում ենք գյուղացիներին փորձում բացատրել մեր ծրագրերը, ամենակարևոր ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք գյուղական համայնքների համար։ Դրանք ջերմոցային տնտեսությունների աջակցությունն են, դրանք ոռոգման ջրի խնդիրն է, դա գյուղերում արտիզյան հորերի չլինելու կամ քիչ լինելու, պակաս լինելու կամ կա արտիզյան հորը պարզապես չի աշխատում, այդ խնդիրների լուծումն է, ժամանցային կենտրոններ ստեղծելն են, տարբեր մարզամշակութային խմբակներ ստեղծելն են եւ բնականաբար գյուղական տարածքների փողոցների ասֆալտապատում, բարեկարգում, լուսավորություն, թաղամասեր կան, որ գազի, բնական գազի խնդիր ունեն, թաղամասեր կան, որ խմելու ջրի խնդիր ունեն, այս ամեն ինչը մենք հավաքագրել ենք եւ հիմա քարոզարշավի ընթացքում ներկայացնում ենք գյուղական բնակավայրի մեր հարգելի բնակիչներին։ Իսկ ինչի պետք է ընտրեն մեզ, ինչի պետք է չընտրեն, մի այստեղ կարևոր հարց կա, ինչի պետք է չընտրեն օրվա իշխանությունների եւ ինչի պետք է չընտրեն մեր այսօրվա կուսակցություններին, որովհետեւ իրենց աչքի առաջ է այս ամեն ինչը, այս 7 տարիների ընթացքում գյուղացիների կյանքը այս մարդիկ պարզապես օրեցօր բարդացնում են։ Այսօր մի ջերմոց կառուցելու համար յուղացին մեծ գումարներ է ծախսում, որպեսզի կարողանա 1000-2000 մետր որևէ ջերմոց կառուցի, իր տան ապրուստը ապահովի, իր ամենօրյա ընտանիքի հոգսը հոգա։ Այս մարդիկ այնպիսի հարկեր, տուրքեր են սահմանել, տեսեք աբսուրդի ժանրից մի բան, ջերմոցի, ջերմատան կառուցման շին թույլտվության վճարը նույնականացված է հիմնական շինության հետ։ Այսինքն մարդը կառուցում է մեծ, ենթադրենք ինչ-որ մի տուն, նույն քառակուսով, նույն փողն է վճարում, ինչ-որ ջերմոց կառուցում։ Իսկ ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ այդքան դժվարացնում են գյուղացիների կյանքը, ինչ են դրանով ուզում անել։ Նախ առաջինը իրենք ինչպես ամբողջ երկիրը, նաև հենց գյուղական համայնքները իրենց ապաշնոր կառավարման արդյունք է, իրենց մեծամտության արդյունքն է եւ իրենց նեղ կուսակցական շահով առաջնորդվելու արդյունքն է, ոչ թե միտված են բնակիչների հոգսը թեթևացնելու։ Սա է, տարբեր գյուղերում ինչ-որ մի փոքր գործ են արել այս ընթացքում եւ փորձում են նաեւ դա բնակիչների, գյուղացիներին ներկայացնել որպես լավություն։ Գյուղացիների մուծած գումարներով արել են մի փողոց, կես փողոց, չգիտեմ, ինչ-որ մի բան են սարքել, փորձում ներկայացնել դա որպես լավություն, այն դեպքում, երբ որ այսօր մենք գյուղաբնակների ժողովրդի հետ շփվում ենք եւ հասկանում ենք, որ իրենք էլ են արդեն գիտակցում, որ դա ոչ թե պետք է անել մի փողոց, պետք է անել 4 փողոց, 5 փողոց։ Սա եւ հիմա այս նախընտրական շրջանում
Կառավարությունը մոտ 1 միլիարդ թե 500 միլիոն, այս բանի լավ չեմ հիշում, հրատապ ինչ-որ ծրագրեր է իրականացնում համանքում, ասֆալտի վրա ասֆալտ են անում մարդիկ։ Մի գիշերը գալիս են տեխնիկաները, կանգնում են ասֆալտի վրա, ասֆալտ են անում, որպեսզի ցույց տան մենք ինչ-որ գործ ենք անում։ Նույնիսկ այդ ասֆալտն է սխալ անում։ Նույնիսկ այդ ասֆալտով են մարդկանց կյանքը դժվարացրել, մարդիկ Գեղակերտ գյուղում երբ որ շրջում ենք, մարդիկ բողոքում էին, ասֆալտ արել են ասֆալտի վրա, այնքան է բարձրացել, որ մարդկանց մեքենան իրաց տուն չի մտնում։ Նույնիսկ այս գործում են ապաշնոր։ Պարոն Խաչատրյան, դուք նշեցիք Վաղաշապատի բնակիչների հիմնական խնդիրները։ Դուք քարոզարշավի ընթացքում նաև հանդիպում եք բռնագաղթից հետո էջմիածնում հաստատված արցախցիների հետ։ Լսել ենք, որ քպականներն էլ են հանդիպել նրանց հետ, անգամ միջև քարոզարշավի սկսվելը, հա, մեկնարկը։ Ում վստահի էջմիածնում հաստատված արցախցին։ Դա արցախցին ոչ մի դեպքում ես իմ կարծիքով չի վստահելու իրեն տնավեր սարքած որևէ քաղաքական ուժի, սա փաստ է։ Սա նաև հասկանում են օրվա իշխանությունները եւ շատ ճղճիմ քաղաքականություն վարում։ Արցախցիներին հանդիպում են, ասում են դուք իրավունք չունեք ընտրելու։ Ես կխնդրեմ, որ արցախցիները հստակ իրենց ձայնին դեր կանգնեն, մենք իրենց հետ հանդիպումների ժամանակ ասում ենք, օրինակ գյուղական շրջանում 3 գյուղերում հանդիպում ունենք, արցախցիները էին ներկա, ասում են, որ մեզ մեր վարչական ղեկավարը ասել է, որ դուք ընտրելու իրավունք չունեք։ Ես իրենց տեղում ասեցի իրենց ընտրական ցուցակներում անունը։ Նայեցինք կար եւ այդ մարդիկ շատ ուրախացան, որ իրանք ընտրական իրավունք ունեն։ Այսինքն այսօրվա ԿՊԱ-ները հասկանալով, որ արցախցիները իրենց ձայն չեն տալու, փորձում են շատ ճղճիմ ճանապարհով գնալ առաջ եւ մարդկանց, այո, որպեսզի չգնան այլ կուսակցությունների, ընդդիմադիր կուսակցությունների իրենց ձայնը չտալ։ Իսկ ինչ վերաբերում արցախցիների մեր թիմում շատ մեծ քանակ են կազմում արցախցիները, որովհետև ցանկ երբ մենք արցախցիների հետ սկսեցինք հանդիպումներ տարբեր, դե մենք բացի այս քաղաքական մասով ունենք շատ ընկերներ։ Մենք արցախցիների բռնի տեղանումից հետո էջմիածնում ծանոթացել ենք, ընկերներով փորձել ենք այդ օրերի ինչ-որ մի բան անել, այդ մարդիկ էլ մեզ հետ կապ անձնական պահել են, դարձել են մեզ ընկեր, իրենք էլ անտարբեր չլինելով մեր համայնքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից ակտիվ ներգրավված են։ Ես իրենց հետ էլ հանդիպումների ժամանակ էլ ասում եմ, էլի անկեղծ երբ որ արցախցիներին հավաքում են հանդիպման, բոլորս հասկանում ենք, որ դա նախընտրական հանդիպումներ է եւ փորձում ինչ խնդիրներ ունենք, ինչ է, ինչ որ մեկի համար գաղտնիք է Արցախցու խնդիրը այսօր։ Այդ ձևական ուղակի պիչկա դնելու համար հանդիպումները մարդիկ շատ լավ հասկանում են եւ աշխատում են հենց ի վնաս այդ հանդիպումները կազմակերպողների։ Մենք հստակ ասել ենք Արցախցին աշխատող, արարող, ստեղծող ուժեղ ժողովուրդ է։ Արցախցին այսօր ամենակարևորը ունի մեկ խնդիր, բնակվոնտի խնդիր, որը մենք մեր ընտրվելու դեպքում, ժողովրդի ձայնը ստանալու դեպքում փորձելու ենք մեր մասնակցություն ունենանք, մեր աջակցությունը հայտնենք, որպեսզի արցախցին ունենա, այսպես ասած, տանիք։ Ինչի համար նաև ասեմ, մենք չենք ուզում, որովհետև հակառակ դեպքում արցախցիները արտագաղթելու են։ Մենք ոչ թե նախ չենք ուզում արտագաղթեն եւ երկրորդ չենք ուզում արցախցիները գնան ապրեն ուրիշ համայնքում։ Դա էլ չենք ուզում, որովհետեւ մենք արցախցիների գինն ու արժեքը շատ լավ գիտենք։ Այսօր բայց փորձում են, այսպես ասած, փոշի փչել ժողովրդի աչքերին ոչ միայն արցախցիների, այլ բոլորի։ Նույնիսկ իշխող կուսակցության տեխնացուն փորձում է չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք եղել ենք Էջմիածնում եւ անգամ նրանց այդ պաստառների վրա ԿՊ-ի լոգոն շատ փոքր է, հա, պատկերված։ Ինչի հետ եք դա կապում, ժողովրդին են փորձում ստել այդ կերպ, թե ուրիշ ինչ-որ բան։ Շատ ճիշտ եք նկատել, Էջմիածինը այտենց բռնապետական հյուսիսային Կորեա սարքելուց հետո, որ ամբողջությամբ իրենց պաստառներն են փակցված, պաստառների վրա իրենց կուսակցության լոգոն շատ փոքր են դրել, որովհետև շատ լավ հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել։ Նաև իրենց առաջնորդի Նիկոլ Փաշինյանի փորձում են հնարավորին չասոցացվել, որ սա գիտեք, սա համայնքային ընտրություն է, սա մեր քաղաքինն է, այդ թիմի շատ անդամներ, ովքեր իրենց ավականու ցուցակի մեջ են։ Ասում են, դե մենք ինչ կապ ունենք ԿՊ-ի հետ, ուղղակի մեր քաղաքը, չգիտեմ, մեր համայնքը, չէ, ես ուզում եմ հստակ լինի, Աղարշապատին հստակ հասկանա, որ ով այդ թիմից է,
ինքը Նիկոլ Փաշինյանն է, ինքը ձայնը տալիս է Նիկոլ Փաշինյանին, ուղղակի այդտեղ Էջմիածնի այդ թիմը գործիք է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կմահաճույքի համար։ Այդ մարդկանցով ինքը փորձում է լուծել իր քաղաքական շահերը, քաղաքական խնդիրները, այդ թվում Մայրաթորի դեմ հարձակումը, այդ թվում մնացած բոլոր հարցերը։ Ես ուզում եմ վաղաշաբաթին շատ հստակ դա պատկերացնի ու նաև թող այդ մարդիկ իմանան, ով աջակցում է իրենց, աջակցում է ուղիղ Նիկոլ Փաշինյանին, աջակցում է հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակմանը, աջակցում է մեր ազգային արժեքների վերացմանը, աջակցում է Մասիս Սարին, Արարատ Սարին մեր հիշողություններից ջնջելուն, աջակցում է Մեսրոպ Մաշտոցին Այբենարանից Մեսրոպ Մաշտոցի նկարը հանելուն, այս ամենին ինքը աջակցում է։ Սա պետք է հստակ գիտակցել, որքան էլ որ փորձեն այս ընտրությունները, իհարկե համայնքային ընտրություններ, համայնքային խնդիրներից բոլորս ենք խոսում, ունենք ծրագրեր, բայց թող իմանան իրենք որ թիմին, ինչ թիմի են տալի, ինչ արժե համակարգ կրող մարդու են իրենք ընտրելու։ Սա ամենակարևոր մոտեցումն է իմ կարծիքով։ Գուցե համար դա ընդունելի է։ Ինչ եք կարծում, շփումներից օրինակ ժողովրդի հետ շատ եք շփվում։ Չէ, ես կարծում եմ ընդունելի չէ շփման այս արդյունքներից կարող եմ եզրակացնել, որ իհարկե ընդունելի չէ։ Սա հստակ պետք է լինի, որովհետև չի կարող ապազգային արժեքներ կրող քաղաքական ուժի ներկայացուցիչը այն ամեն ինչի ինչ որ նշեցի, ինչ որ համայնքային կարևոր խնդիրներ լուծի։ Վերջը վերջով համայնքը այսպես մի բռունցք, մի մեծ ընտանիք է։ Մենք մեր համայնքում ինչ արժեքներ ենք պահելու, ինչ արժեքներ ենք ներդնելու։ Սա կարևոր խնդիր է։ Պարոն Խաչատրյան, մենք բազմիցս քաղաքացիներից լսում ենք, որ նրանք ասում են հոգնել ենք քաղաքական այս բոլոր գործընթացներից եւ անգամ ընդդիմադիր լինելով ցանկություն չեն հայտնում ընտրություններին մասնակցելու։ Ինչ կասեք այդ մարդկանց, ինչով ոգեշնչել, որ գնան մասնակցեն, այնուամենայնիվ իրենց ձայնը տան ձեզ։ Նման խնդիրը բազմաթիվ է, մենք ամեն օր հանդիպում ենք մարդկանց, ովքեր հենց այդ հարցը, այդ խնդիրը բարձրացնում են, որ հոգնել ենք, ամեն տարի ընտրություններին գալիս են, մանավանդ գյուղական համայնքներին գալիս են, տալիս խոստումներ, այնուհետև 5 տարի էլ չեն գալիս, նորից ընտրությունների ժամանակ մենք փորձում ենք իրենց բացատրենք, ասենք, որ մենք մասնակցում ենք, մենք ձեզ խոստանում ենք, որ գալու ենք ձեր վստահության քվեն ստանալուց հետո մեր հանդիպումները շատ ավելի շուշուտ են լինելու, շատ ավելի արագ եւ օպերատիվ են լինելու։ Գիտեք, երբ որ մարդկանց հետ խոսում փորձում ես բացատրել, ես իրենց էլ եմ հասկանում։ Իրոք այդ մարդկանց մեջ սերմանվել այդ ամենը, որովհետև դա արվել է տարբեր իշխանությունների կողմից, այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից են հենց դա մարդկանց մեջ, այսպես ասած, նստեցրել են, որ դե պետք չի ակտիվություն անել, պետք չի ակտիվություն ցուցաբերել, որովհետև իրենք գիտեն իրենց վարչական ռեսուրսով ինչ որ մի տոկոսային ձայն ունեն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մարդիկ շատ լավ հասկանում են եւ շատ ակտիվ մասնակցելու են, լինելու է այս ընտրությունները բարձր ակտիվությամբ, բարձր մասնակցությամբ։ Վստահաբար դա հասկանում է նաև իշխող կուսակցությունը։ Կա ճնշում ձեր դաշինքի վրա իշխանության կողմից։ Իհարկե կա, իհարկե, ճնշումները նոր չեն սկսել, ամիսներ առաջ են սկսել։ Մեր հարազատներին, մեր ընկերների հարազատներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տվել, հորդորել են դիմում գրել, ոմանք ազատվել են, ոմանք դեռևս այսպես ասած պայքարում են։ Իսկ ով որ ազատման դիմում չի գրում, պարզապես հրամանով ազատում են։ Իհարկե ես չեմ ուզում մեր թիվը զոհի կարգավիճակում հայտնվի, մենք շատ հաստատակամ գնում ենք առաջ եւ այս ամեն ինչը մեզ ընդհանրապես չի թույլատնում։ Եվ իրենք նույնիսկ այդ գործում են ապաշնոր չեն հասկանում, որ դա նաև իրենց շահերից չի բխում, դա տալիս է հակառակ էֆեկտ եւ մարդկանց ավելի չարացնում իրենց դեմ։ Եվ ես կուզեի ասել, որ ամեն դեպքում Վարշավատ փոքր համայնք է, շատ փոքր, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, լուրը շատ արագ է տարածվում։ Ընտրությունները մի օր է տևելու, 1 օր նոյեմբերի 16-ին։ Հետո այդ ընտրությունները հաջորդելու են նոյեմբերի 17-ը, 18-ը եւ այսպես շարունակ։ Մի արեք բաներ, որոնք հետագայում որոնց համար դուք ամաչելու եք։ Իսկ որ ամաչելու եք, դա վստահ է, դուք չեք կարողանալու քաղաքում քայլել, որովհետեւ ամեն քայլափոխի դուք որևէ մի մարդու, որևէ մի բնակչի բարեկամին փորձել եք ճնշել, փորձել եք ձեր
ոստիկանության միջոցով, հարկայինի միջոցով, մյուսի միջոցով փորձել եք մարդկանց բռնաճնշման ենթարկել։ Սա հետագայում շատ վատ է անդրադառնալու իրենց անձի վրա։ Բռնաճնշումներից էլ կցանկանայի խոսենք, հիմա մենք բոլորս քաջ ծանոթ ենք իշխանության գործելավոճին, երբ բռնաճնշումների են ենթարկում անգամ արդեն ընտրված ընդդիմադիր համայնքապետերի։ Չունեք մտավախություն, որ ձեր նկատմամբ էլ քրեական գործ կհարուցվի։ Գիտեք, սա ես չէի ասի մտավախություն, սա կասեի մի գործընթաց, մի ակնհայտ փաստ, որ մենք տարբեր փաստեր ունենք ընդդիմադիր քաղաքապետի հետ կապված։ Իհարկե, այսօրվա իշխանություններից ամեն ինչ սпасելի է, բայց մեր թիմը մաքուր է, ես ինքս որևէ քրեական գործով չեմ անցնում, որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որևէ ֆինանսական պատասխանատվություն երբեք չեմ կրել, սա վաղաշապատցիները թող շատ լավ գիտակցեն, որ մեր վրա չեն կարողանալու քրեական գործեր հարուցել։ Բայց այն որ օրվա իշխանությունները ամեն ինչի ընդունակ են, ամեն ստորության, դա էլ է փաստ։ Չեմ բացառում ոչ մի բան, բայց մենք շատ հաստատակամ ենք, շատ ուժեղ ենք եւ նման մտավախություն չունենք։ Կցանկանայի ընդդիմությանը անդրադառնանք։ Հնարավոր համարում եք Գյումրու սցենարով շարժվելը, ունեք ինչ-որ պայմանավորվածություն ընդդիմության մյուս տեխնացուների հետ։ Մենք հնարավոր համարում ենք փարաքարի սցենարը, որովհետեւ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, իսկ եթե քվեարկության արդյունքները այլ բան ցույց տան, բնականաբար ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր լինելու են։ Մենք ինքներս էլ հայտարարել ենք, ով ամենաշատ ձայնը ստանա ընդդիմադիր ուժերից, ովքեր ընդդիմադիր դաշտից են հանդես գալիս, մենք պատրաստ ենք իրենց աջակցելու։ Եվ ես շատ կարևոր մի բան, եւ ես այս ամենը կուզեմ լսեմ մնացած ուժերից, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր։ Պարոն Խաչատրյան, շատ հայտնի խոսք կա, որ ինչպես նավը անվանես, այնպես էլ կլինի նավարկությունը, ձեր դաշինքյանը հաղթանակ է։ Հաղթանակի դեպքում ինչպես եք պատկերացնում ձեր համագործակցությունը իշխանության հետ։ Պատկերացնում ենք, իհարկե քաղաքական տարբեր բևեռներում ենք, քաղաքական տարբեր մտածելակերպ ունենք, կտրուկ իրարից տարբերվող։ Իսկ ինչ վերաբերում է համագործակցությունը բնականաբար լինելու է օրենքով սահմանված կարգով, այն ինչը որ այսօր իրենց թիմակից լինելով օրվա վաղաշապատի իշխանությունները եւ օրվա իշխանությունները կառավարություն թիմակից լինելով իրենք այդ ծրագրերը չեն իրականացնում, թերի են իրականացնում, վերահսկողությունը շատ ավելի քիչ է իրենց թիմակիցների հանդեպ, մեր դեպքում մենք այդ պատասխանատվությունը հասկանում ենք, որ շատ ուժեղ է լինելու եւ հենց այդ ամեն ինչն է, մենք պատրաստ ենք մեծ կամք դրսեւորելու եւ աշխատասիրություն դրսեւորելու եւ գիտակցելով, որ լինելու ենք, այսպես ասած, խոշորացույցի տակ, աշխատելու ենք իշահ վաղաշապատցու։ Եվ եթե թույլ տաք վերջին հարցս, ինչպիսին եք տեսնում վաղաշապատը 5 տարի հետո։ Վաղաշապատը 5 տարի հետո ժողովրդի քվեն ստանալուց հետո, իհարկե կարող եմ ասել, եթե մենք ընտրվենք ինչպես ենք տեսնելու ենք ավելի բարեկարգ, տեսնելու ենք բնակիչներին ավելի համերաշխ, որը իրականում մեր քաղաքի համար շատ կարևոր հարց է, որովհետև մեր քաղաքի գույները կարծես կորած լինի։ Օրվա իշխանությունները մեր քաղաքի գույները վերածել են ասֆալտի ու բորձորի գույնի, էլի։ Իսկ մեր քաղաքը շատ վառ, գունեղ քաղաք է եղել։ Մենք ուզում ենք նաև մեր քաղաքի բարի ավանդույթները ու այդ կոլորիտը վերականգնենք։ Ավելի լավը, ավելի գրավիչ քաղաք, որ ցանկացած այլ քաղաքի բնակիչ կուզեր ապրել հենց Վաղաշապատում։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Ես նույնպես շնորհակալ եմ։